Պողոս առաքյալի թուղթը եբրայեցիներին, գլուխ 12: Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մռախուղով, խավարով և մթությամբ, ուր փողն էր փնչում և պատգամների ձայնը, այնպես որ ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խոսքը չկրկնվի իրենց համար, քանի որ չէին դիմանում այն հրամանին, թե թեկուզ և գազան մոտենա լեռանը, կքարկոծվի: Եվ այնպես ահազդու էր տեսիլքը, որ Մովսեսն ասում էր. «Սարսափում եմ և դողում»: Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին, երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին և Հիսուսին, նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի: Զգույշ եղեք, չլինի թե հրաժարվեք նրանից, ով խոսում է, որովհետև եթե նրանք երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով չազատվեցին, որչափ ևս առավել չպիտի ազատվենք մենք, եթե թիկունք դարձնենք երկնքից խոսողին, որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում և ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը»: Եվ մի անգամ էլը ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն: